Շարունակում ենք թողարկումը եւ ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին փաստաբան Տիգրան Հայրապետյան։ Բարի երեկո, պարոն Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սասնա ծռերի պայքարին հաջորդած դեպքերի կապակցությամբ ձերբակալված է նաեւ ձեր պաշտպանյալը Կարո Եղնուկյանը, նրան մեղադրանք է առաջադրվել եւ նախատեսվում է 8-ից 15 տարվա ազատազրկում։ Գործի նախաքննությունից ինչ մանրամասներ կարող եք հայտնել, ինչ է այս պահին պարզ։ Ճիշտ ասած, հուլիսի 20-ին ձերբակալվեց Կարո Եղնուկյանը, 3 օր հետո կալանավորվեց եւ այդպես ավարտվեց։ Նրա հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել եւ մինչեւ այս պահը ընդհանուր որևէ քննչական գործողություն նրա հետ չի կատարվել, բացի այդ բազմահատոր փորձաքննությունների որոշումներին եւ փորձագետի եզրակացություններին ծանոթացնելուց եւ մորուքից 1-2 մազ է վերցվել որպես փորձանմուշ եւ վերջ։ Շատ լավ, եւ առհասարակ Սասնա ծռերի գործով ու դրան հաջորդած դեպքերի հետ կապված, երբ հարուցվել են քրեական գործեր, նախաքննության ընթացքը ինչպես է գնահատում։ Տեսեք, Կարո Եղնուկյանին, երբ որ մեղադրանք առաջադրվեց Սասնա ծռերին օժանդակելու հետ կապված, հետագայում պարզվեց, որ այդ ժամանակ, երբ որ մեղադրանք առաջադրվեց, դեռևս Սասնա ծռերը ազատության մեջ էին եւ այդ օրերին գլխավոր դատախազը հայտարարություն արեց հեռուստացույցով եւ պաշտոնապես հայտարարեց, որ եթե Սասնա ծռերը վայր դնեն զենքերը եւ հանձնեն զավթած շենք շինությունները, ապա նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։ Այդպես էլ եղավ, երբ որ նրանք վայր դրեցին զենքերը, պատանտներն ազատ արձակվեցին, շատերին մեղադրանք չառաջադրվեց պատանտ վերցնելու եւ այդ վերջի 21 հոգուն էլ մեղադրանք չառաջադրվեց շենք շինություններ զավթելու հետ կապված, սակայն ի զարմանս մեծ Կարո Եղնուկյանին մեղադրանք առաջադրվեց այդ երկու հանցագործությունները օժանդակելու համար։ Եվ ստացվեց այնպիսի իրավիճակ, որ չնայած գլխավոր դատախազը պաշտոնապես հայտարարել էր, որ չեն կարող անձիկ մեղադրվել այդ հոդվածներով։ Անձիկ ինչ որ առումով մեղադրվեցին այդ հոդվածներով, բայց փոքր-ինչ այլ մեղադրանքներով, իսկ Կարո Եղնուկյանը շարունակվեց մեղադրվել այդ խմբի անդամներին օժանդակելու համար, սակայն Կարո Եղնուկյանի առաջադրված մեղադրանքում որևէ մեկին չմեղադրեցին։ Ստացվեց, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է այնպիսի մեղադրանքով, որ հանցագործություն կատարող չկա, բայց կա հանցագործության կատարողին օժանդակողներ։ Այստեղ մի քիչ ավելի շինծու անհեթեթ մեղադրանք է, իսկ ինչ վերաբերում է Սասնա ծռերին, փոխանակ գործի նախաքննությունը բազմակողմանի օբյեկտիվ ընթանալու հետ կապված ավելի քննչական կազմը, ավելի կոնկրետ գործեր քններ, ընդհակառակը մոտ 80 քննիչներ ներգրավեցին, 2-3 այլ գործեր բերվեցին, միացվեցին այս գործին եւ այս պահին կարող եմ ասել, որ քննչական մարմինը չի տիրապետում ուղղակի իրադրությանը, անգամ այս օրերին նորից միջնորդություններ են ներկայացվել անձանց կալանքի ժամկետը երկարացնելու եւ քննչական մարմիններն անգամ չեն տիրապետում, թե որ փաստաբանը, որ մեղադրյալի պաշտպանն է։ Այս առումով գտնում եմ, որ անհեռանկարային իրավիճակ է ստեղծվել եւ մենք կարող ենք ասել, որ բազմակողմանի օբյեկտիվ քննություն, նախաքննություն կատարելուց բավականին հեռու ենք։ Շատ լավ, ձեր մեկ այլ պաշտպանյալի անդրադառնանք Գևորգ Սաֆարյանին, նրա գործով դատավարությունը եւս ընթացքի մեջ է, սակայն հուլիսի 17-ից հետո ըստ էության, ըստ նշանակության չի անցկացվել նիստ։ Դուք այս տևական դադարը ինչով եք բացատրում, ինչով է պայմանավորված։ Ճիշտ ասած, առաջի այդ 15 օրերին, երբ որ Սասնա ծռերի հետ կապված իրադրություններ էր կատարվում, մենք հասկանում ենք, որ միգուցե դատարանները մտավախություն ունեն, չգիտեմ, որ կարող է հանրահավաք լինի, կարող է ինչ որ լարում լինի, դրա համար դատական նիստերը չէր լինում, բայց այս վերջի դատական նիստերը, երբ որ հետաձգվեց երկարաժամկետ, հասկացանք, որ ըստ էության երևի թե իշխանությունները, թե դատարանները հոգնել էին, ամեն օր ոստիկանները գալիս էին մի ցուցմունք էին տալիս, սուտ ցուցմունք, որը որ միանգամից բացահայտվում էր եւ դատական նիստը վերածվում էր երգիծական ինչ-որ մի տեղ, երբ որ լրագրողները շատ լավ հասկանում էին, որ ամեն ինչ ցուցադրական է, ամեն ինչ ձևական է եւ հեռու իրականությունից։ Ասեմ, որ այդ բոլոր դեպքերը տեսանկարահանվել էին եւ ամեն ինչ, ինչի մեջ որ մեղադրում են Գևորգ Սաֆարյանին, տեսանկարահանված է։ Եվ ուղղակի պետք է դիտել տեսանյութը, 4-5 րոպեանոց տեսանյութը եւ ասել Գևորգ Սաֆարյանը հարվածել է ոստիկանին, թե չէ։ Երկու դրվագով մեղադրում էին հարվածել։ Ինձ թվում է դատական նիստերը հետաձգվեց, որպեսզի այս հանրությունը ոստիկանության այս խեղաթյուրումներից ավելի հեռու մնա եւ վերջին հաշվով ինչ որ ձևով
փորձեն, չգիտեմ, լուծումներ գտնել, երևի ոչ դատարանական, արտադատարանական։ Ես մտածում եմ, եթե անգամ որևէ բան չլինի, միգուցե մեղադրուկը հրաժարվի մեղադրանքից։ Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր փաստաբան Տիգրան Հայրապետյանը։